Ոնց եք վերաբերում, որ զորք ուզում մտցնի Ռուսաստան Ուկրաինա։ Ճիշտ արում, առաջ այդ տարածքը ռուսներին էր, Խրուշովը բռնեցվեց Ուկրաինայում։ Վիրամունք չունի ինքը, խախտում է տարածքային ամբողջականությունը։ Լավ անը։ Կողմի Ամերիկան մտցնում է Ռուսաստանը չմտցնի։ Այստեղ խառնվել են Ամերիկան եւ Ռուսաստանը, դա արդեն լավ չի։ Դեռ Ուկրաինան իրան հարցերը լուծի, ոչ թե Ռուսաստանը։ Ռուս ժողովուրդը պատերազմ չի ուզում, դա ընդհանրապես Պուտինի եւ նրա հանցախմբի ցանկություններն են։ Ինքստինքյան արդեն ոնց է տանի պատերազմի։ Ռուսաստանի խնդիրը ստիս այստեղ այն է, որ Ղրիմը չլինի Ուկրաինայի կազմի մեջ, ոչ թե Ղրիմը լինի պարտադրիչ Ռուսաստանի կազմի մեջ։ Առաջվա նման լինի սովետական միությունը ավելի լավ կլինի, քան հիմի։ Ամեն երկիր պետք է ինքը ղեկավարի իր պետությունը։ Ամեն դեպքում Ուկրաինայի վիճակը սպայն շատ ծանր է, քառակուսու մեջ է։ Այս դեպքում առանց որևէ լուրջ ինչ-որ իրադարձության կրակոցների կամ ինչ-որ արճակատումների զորքը մտցնելը արդեն իսկ վկայում է, որ փաստացի շատ կոշտ տրամադրվածություն ունի Ռուսաստանը եւ միանշանակ Ղրիմից չի հրաժարվելու եւ ձեռք չի քաշելու Ուկրաինայի թեկուզ Ուկրաինան մասնատելու միջոցով որոշակի ինչ-որ շահույթ ունենա։ Պետք է համապատասխան համ Ուկրաինայի ժողովուրդը, համ ամբողջ աշխարհը իր արձագանքը տա սաստի Ռուսաստանի, որովհետեւ կայսերատիրական ցանկությունները դեռ նրա մոտ առկա են։ Ռուսաստանի վերջը պետք է թույլ տա, որպեսզի յուրաքանչյուր պետություն ինքնորոշված իրադերում մնա ու ինքը որոշի թե իր ներքին ու արտաքին քաղաքականությունը ինչպես է իրականացնում։ Ռուսաստանին պետք է ոչ միայն Ղրիմի թերակղզին փոկել Ուկրաինայից, այլև ամբողջական Ուկրաինան է պետք, քանի որ Ուկրաինան եւ Բելարուսը հանդիսանում են բուֆերային զոնա Եվրոմիության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Միջազգային իրավունքի նորմալի խիստ խախտում է։ Չէ, դեզենքի ուժով չէ, բայց եթե չեն հնազանդվում, այս դեպքում եւի ճիշտ էր։ Այն հիմնավորումը, որ պաշտպանում են ռուսական բնակչության շահերը, սոցիալ այդքան արդարացված չի։ Ամեն դեպքում դա նույնպես մեզ էլ ձեռ չի տա, եթե հանկարծ պատերազմական գործողություններ ստեղծվեն Ղրիմով։ Հուսամ ժողովրդի համար խաղաղ ինչ-որ զարգացում կլինի, որտեղ հիմնական տուժողը ժողովուրդն է լինում այս բոլոր քաղաքական իրադարձություններից։